Բարև ձեզ։ Այո, շատ տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի, երկար աշխատեցի մի գիտական հոդվածի վրա եւ շատ սրտատրով սպասում էի վերջո երբ պիտի հրապարակվի հոդվածը ու երբ հրապարակվեց ազգանունը սխալ էին գրել, բայց դա ինձ չխանգարեց, որ հետագայում շատ հոդվածներ գրեմ, այնպես որ ես ոչինչ, որ ես Կարեն Հարությունյանն եմ, ոչ թե Ավետիսյանը, շնորհակալություն, ես թարգմանիչը, ոչ թե ծննդագիրը։ Այսօրվա ձևաչափի մասին նախ ներկայացվեց գիրքը, մենք մի քանի հարց կունենանք Գրայր Բալյանի հետ, որից հետո Դալիճը կուղի իր հարցերը, նախապես խնդրում եմ ոչ թե ելույթներ ունենալ, այլ հարցեր ուղղել, ակնկալելով իհարկե պատասխանները, ես մոդերացիա կանեմ։ Հրայր Բալյանը բացառիկ աշխատանք է կատարել, ասեմ, որ հանրագիտական բնույթի աշխատանք է կատարել, հավաքել է ամբողջ բանակցային փաստաթղթերը, ներկայացրել եւ վերլուծության ձևով եւ առանձին բաժնով, հավելվածների բաժնով, զրուցել է գործընթացի մասնակից կարևոր դերակատարների հետ, ում հետ որ հաջողվել է բավականին հետաքրքիր շրջանակի հետ, այդ թվում նախկին նախագահների, արտգործնախարարների, Մինսկի խմբի միջնորդների, փորձագետների եւ այս ամենին գումարվում է նաեւ Հրայր Բալյանի հակամարտությունների կարգավորման տասնամյակների փորձը։ Ասեմ, որ պարոն Բալյանը աշխատել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Քարթերի հետ, եղել է նաեւ Քարթերի կենտրոնի ղեկավարը եւ նաեւ մի կարևոր դրվագ, որ Հրայր Բալյանը եղել է Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի անկախության ճարտարապետներից մեկը, օգնականներից համեստորեն եւ հետաքրքիր են նաեւ այդ առումով համեմատությունները Ղարաբաղյան հակամարտության հետ բաց թողնված հնարավորությունները եւ առաջին հարցը խնդրեմ ինչպես ծնվեց գիրք գրելու գաղափարը։ Շնորհակալ եմ Գարեն։ Ինչպես ծնվեց 23 թվին, երբ որ արդեն Ղարաբաղը վտանգի տակ էր, անկման վտանգի տակ էր, ասիկա գլա մոտավորապես 23 թվի քառնան, հետերին կփորձեի աշխատել, թե ինչպես կարելի է վերջին վարյան, ինչպես կարելի է վերջին վարյանին փամը նել, որ որոշ փամը կոնե մնա եւ ամբողջովին Ղարաբաղը չգործվի։ Եվ հոներ, որ միտքը սկսա արդեն մի քանի ամիս վերջը Ղարաբաղին ինգավ, գիտեք բախմունչունը ինձ մե ավելի լավ, ոստեղը լալով, եւ ուրեմն ամիջապես սկսա բրբդել աս հարցը, թե ինչ եղավ, ինչու ցախողվեցինք բանակցություններու մեջ, 30-ը ավելի երկար տարիներ ու բանակցություններու մեջ ինչու ցախողվեցինք, ինչ ներբագաս, ինչ փաստողումներ եղան, ինչ արիտներ փախցուցինք եւ ես հասկանալու համար սկսա աս աշխատանքը, բայց շատ արագ ցեով անդրադարձա, որ ասկա իսկապես քրկի պետք է վերածվել, որտեվ չի գա ուրիշ ուսումնասիրություն այս հարցը քննող ուսումնասիրություն։ Շատ քրկեր հրատարակվեցան 23-ին վերջը 44, անգի առաջ 44 օրվա պատերազմի մասին, Արցախի բախմության մասին, միակողմանի թիթված ուսումնասիրություններ, բայց ես չկդա ովև մեկ ուրիշ ուսումնասիրություն, քիրք, հոդված կար, բայց ավելի խորքային ուրեմն ուսումնասիրություն, թե ինչու բանակցությունները ցախողեցին։ Ուրեմն անադեն ես համալսարանը տասկ ուդայի, թոշակի անցած էի Carter Center-ին եմ համալսարանը տասկ ուդայի, անգե այդ վերջին տարին եղավ համալսարանը տաս դալու և 3 տարի ուսումնասիրության մեջ մտա և խորքային իսկապես ներս ամեն փաստաթուղթերը, արխիվները բրբդելով, հարցազրույցները նելով, խոսելով ցես նման գործընկերներու հետ, հին ընկերներու հետ եւ այլն, ուրեմն քիրքը հասավ ուրեմն այս տարի է որ նոր փետրվար ամսին
անգլերեն քիրքը հրատարակվեցավ եւ երբ սկսանք հոկտեմբերին սկսանք աշխատել հայերենի օգոստոսից սկսանք աշխատել հայերենի վրա, որ իսկապես ես շնորհակալ եմ Գարենին իր ռազ աշխատանքին համար, դժվար օրեր ունեցանք, շատ վեճեր ունեցանք, բայց կարծեմ գրցինք այդ վեճերը լուծել բարեկամական ծերով, ինչպես կտեսնանք մինչև հիմա բավական մոտ բարեկամ դարձած ենք այլևս, իսկապես skilled, ինչպես կսեն հայերեն, հմուտ մոդեցումով ուրեմն Գարենը ոչ թե միան հայերենի թարգմանեց, այլ Շնորհակալություն, իրար գովելով շարունակում ենք։ Մենք խոսում ենք ընդհանրապես բանակցություններում հայկական կողմի ձախողման մասին, բայց փորձելու եմ մի քիչ սատանայի փաստաբանի դերը ունենալ այսօր Եվ երբեմն տպավորություն կա, թե հայկական կողմը մշտապես անզիջում դիրք է ունեցել, մինչդեռ հայկական կողմը ամենևին էլ անզիջում դիրք չի ունեցել եւ կարգավորման բոլոր պլանները սկսած 1997-ից ենթադրել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ, Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնում եւ դա որևէ ղեկավարի կողմից, Հայաստանի որևէ ղեկավարի կողմից չի վիճարկվել, դուք ձեր գրքում խոսում եք Բաթնայի best alternative to negotiate agreement, այսինքն բանակցված համաձայնությանը լավագույն այլընտրանքի մասին եւ բնականաբար կարմիր թելով անցնում է, որ հայկական կողմը կորցրեց իր այդ հնարավորությունը եւ իր այդ հնարավորությունը 97 թվականին էր։ Խնդրեմ ասեք ինչու 97 թվականը եւ ոչ ենթադրենք 2007 թվականը, երբ որ 97 թվականից հետո 10 տարվա ընթացքում ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի անկախություն գործնականում։ Ինչու 97-ը եւ ոչ 2007-ը։ Ճիշտ հարցադրում եք Արեն։ 97 թվին ուրեմն մեզի հայկական երկու կողմերին առաջարկեցին, որ Ղարաբաղի վերջնական ստատուսը մեկ դիտնենք անորոշ ժամանակով, այսօր մեկ դիտնենք անորոշ ժամանակով, թերևս հոն հասնենք 6 ամիս են, 1 տարի են, 10 տարի են, 20 տարի են, չգիտեմ, անորոշ ժամանակով հետաձգենք, այդ մասին չխոսենք հիմա, բայց փորձենք կարգավորել Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը միջազգային օրենքի դրամատրություններուն տակ, այսինքն Միացյալ Ազգերի Կազմակերպության Security Council-ի որոշումներու տակ փորձենք կարգավորել Ղարաբաղի իրավիճակը։ Բայց այսօր փոխարեն պետք է մենք 5 շրջանները վերադարձնել, կբահեինք ոչ թե միան Լաչինի միջանցքը, այլ Լաչինը ամբողջությամբ, Լաչինի շրջանը ամբողջությամբ եւ շատ հավանաբար նաեւ Քելբաջարի շրջանը պիտի կարողանայինք բահել։ Հիմա եւ Ղարաբաղը պիտի կարողանար բահել իր բանակը, իր կառավարական դե ֆակտո կառավարական ընդրված կառավարական կարգավիճակը ամեն ծեով պիտի կարողանար Ղարաբաղի իր ինքնավարությունը ուրեմն բարդացրել բոլորին վրա։ Ադրբեջանին կվերադարձվեին 5 շրջանները, բայց փախստականներու վերադարձի հարցը ուրեմն բանակցություններով խնդրո առարկա պիտի լա, բայց պիտի վերադարձվին, երբ ինչ հայտարարությամբ հստակ չէր, պետք է բանակցվեին անոնք վերջավորության, բայց Ադրբեջանը պիտի չկարողանար ո՞ր մեկ ծեով իր բանակը ներբերել այդ վերադարձված 5 շրջաններու մեջ եւ ամբողջ Լեռնային Ղարաբաղի եւ վերադարձված շրջաններու օդային տարածքաշրջանը պիտի լար ուրեմն արքիլիալ կոդի բոլոր օդանավերու, ամեն տեսակ զինվորական օդանավերու։ Ղարաբաղը պիտի կարողանար իր գաբերը բահել Հայաստանի հետ անշուշտ Լաչինի եւ Քելբաջարի միջոցով, բայց նաեւ Ղարաբաղը պիտի կարողանար ունենալ դիվանագիտական ներկայացություններ, ուր որ իրենք հարմար կտեսնային ներառյալ Հայաստանի մեջ անշուշտ, միակ տարբերությունը անել, որ այս իրավիճակին Ղարաբաղը պիտի չկարողանար ունենալ Միացյալ Ազգերի Կազմակերպության մեջ աթոռը։
Այսինքն անդամ պիտի չլա Ղարաբաղը Միացյալ Ազգերի կազմակերպություն։ Անգերձորեն ես կրնամ ապրիլ, մենք պետք է կարենայինք ապրիլ այդ դուրս տրված հարցով, մնացած բոլորը Ղարաբաղը պիտի լար, այսինքն դե ֆակտո, ոչ թե դե ֆակտո, գրեթե դե ջուրե, ամեն տեսակ դե ջուրե բացի ուրեմն Միացյալ Ազգերի կազմակերպության անդամակցության են, անգախ երկիրը։ Եվ մենք ասիկա Ղարաբաղը առաջին արիթով, երկրորդ Հայաստանի ուժային նախարարները մերժեցին։ Այնադենվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուզեց ուրեմն ընդունել այս առաջարկը, ուժային նախագահները թեմգեցան, հրաժարեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ուրեմն այս արիտը մենք փախչեցինք։ Հիմա եթե քային դարին վերջ, 2 տարի վերջ անդրադառնայինք, որ ճիշտ չէր ասիկա, մենք փաստողեցինք շատ կարևոր մեկ արիտ եւ փորձեին յետ հոն հասնել։ Այսպիսի արիտներ ժամանակին հետ գախյան են։ Այն վարգյանին, որ առաջարկը ներկայացած է, այն վարգյանին, որ Ադրբեջանը ընդունեց Հայդար Ալիևը, ընդունեց ասարաճարկը կգրկնեմ, հաջորդ տարին, հաջորդ 6 ամսվա ընթացքին հավանաբար չեմ զարմանալ, եթե չընդուներ։ Ուրեմն սա է, որ այսպիսի արիտներ ժամանակի շատ մոդեն գախյալ են վարգյանի հետ, մոմենտի հետ։ Որ դահլիճից հարցեր լինելու են այս թեմայի վերաբերյալ, ես ուզում եմ ուրիշ հարց տալ, դուք շատ լավ համեմատում եք իրական քաղաքականությունը։ Մեկ հարցումից չպատասխանեցի, ինչու ոչ 2007-ը։ 2007-ին ադրբեջանցիները բնավ չընդունեցին ովև մեկ առաջարկ, որ ներկայացվեցավ 2007-ի մադրիդյան սկզբունքները Ադրբեջանը ընդունեց որպես բանակցությունների հիմք, հիմնարար սկզբունքները, այլ հարցեր, եւ 2007-ին եւս խոսքը միջանկյալ կարգավիճակի շուրջ էր։ Եթե միջանկյալ կարգավիճակի շուրջ համաձայնության գային, ռեֆերենդումի հարցներ, արդյոք ռեֆերենդումը կլինի 5 տարի հետո, 7 տարի հետո, եւ հայկական կողմը ուզում էր միջանկյալ կարգավիճակը կապել ռեֆերենդումի հետ, այսինքն Քելբաջարի հանձնումը կապել ռեֆերենդումի հետ, ինչին Ադրբեջանը ընդդիմանում էր։ Հիմնական կռիվը այդտեղ է եղել, բայց ես չեմ ուզում այդ թեմայի մեջ մտնել իհարկե։ Հաջորդ հարցն եմ ուզում տալ, դուք շատ լավ նկարագրում եք ռեալ պոլիտիկի եւ միջազգային իրավունքի հարաբերակցությունը, խոսում եք Կոսովոյի կարգավիճակի, միջանկյալ կարգավիճակի մասին, որն ի վերջո վերաճեց անկախության, Բոսնիա-Հերցեգովինայի, բայց երկու դեպքում էլ մենք ունենք վերևից վերտիկալ որոշումներ, վերևից պարտադրված որոշումներ, եւ նաեւ դուք գրքում անդրադառնում եք այն հարցին, որ հասարակություններին չէին նախապատրաստում խաղաղության, հասարակությունները ավելի էին բևեռանում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ կապ չունի հասարակությունները ինչքան են բևեռացած, երբ որ հակամարտությունը լուծելու քաղաքական կամքը դրսևորում են ղեկավարները, առաջնորդները, ի վերջո հակամարտությունը կարգավորվում է եւ ես կարող եմ բերել պատմական օրինակներ Քեմփ Դեվիդից հետո Իսրայել-Եգիպտոս հակամարտությունը, երբ որ կարգավորվեց, Եգիպտոսի որևէ կառավարություն հարցականի տակ չդրեց, նույնիսկ ամենաարմատական Մուրսիի կառավարությունը հարցականի տակ չդրեց այդ խաղաղությունը։ 94 թվականին, երբ որ Իսրայել-Հորդանան համաձայնագիրը, պայմանագիրը ստորագրվեց խաղաղության, երկու հասարակությունները շարունակում էին շատ բևեռացված մնալ, շատ հակադիր մնալ։ Նույնը կարող եմ ասել Հյուսիսային Իռլանդիայի մասին։ Արդյոք մենք չենք չափազանցնում հասարակություններին նախապատրաստելու հարցը։ Բնավ, ոչ, չենք չափազանցում։ Որ Պերիկ Եգիպտոսի եւ Իսրայելի ուրեմն խաղաղության համաձայնագրի հարցը։ Սադատը ինչպես մահացավ եւ ինչի պատճառով մահացավ։ Հա? Ես պատասխանեմ խաղաղության գնալու, այո։ Եվ ժողովրդին չպատրաստելու հարցով։ Եվ ուրիշ օրինակներ շատ կան ասպես։ Ուր հիմա մեր բարակային նույնիսկ Ալիևը, Հայդար Ալիևը եւ Իլհամ Ալիևը իր ժողովրդեն գվախենա։ Հայդար Ալիևը Մինսկ բանին QST ուրեմն կակատնաժողովին երբ որ մասնակցեցավ, գիտեք ինչ ասավ։
Կարդացած ես գիրքը, թարգմանած ես։ Սա, որ եթե ես իմ ընտանիքից չեմ գրնար համոզել, որ այն ինչ որ պիտի ստորագրեմ, Key West-ը ճիշտ բան է, ինչպես կուզեք, որ իմ ժողովուրդիս համոզեմ։ Չեր պատրաստած ժողովուրդին։ Մենք նույնը չենք պատրաստած մեր ժողովրդին։ Միշտ մեր բոլոր ղեկավարները ժողովրդին ասած են, որ մենք մեր մաքսիմալ բաներով, պահանջներով գրնանք տեղացնել, ոչ մեկ զիջում պետք չենք, ոչ մի թիզ հողդալիք չենք, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ասիկա մեր խոսույթը եղած է, միշտ։ Եվ դերեկություն կա պետդիպարտմենտի փաստաթղթերի մեջ, ուր գխոսվի Հայաստանի նախագահների մտավախությունների մասին, թե գրնան ոչ թե միան չնդրվել հաջորդ ընտրության, այլ նաև իրենց կյանքը վրա տալ, եթե որոշ զիջումներու երթան։ Այսինքն ժողովրդին չպատրաստելը փոխզիջումներու խնդրող առարգա է այսօր։ Հիմա նայեցեք, զիջումը գրնա սխալ հասկացվել հոս։ Մաքսիմալ ուրեմն պահանջները, երբ որ բանակցություններու գնստիս, լա բիզնեսի հարցով, լա քաղաքական հարցերու մեջ, միշտ կսկսիս մաքսիմալ պահանջներով։ Մենք նշածով էինք իջեցնում։ Միշտ մաքսիմալ պահանջներով կսկսիս։ Բայց դերմը կսկսիս մի քիչ աստեղեն դալ, մի քիչ անդեղեն դալ, մի քիչ մյուսեն դալ, թիմացինը ուրիշը գուտա, եւ քիչ մտալով մեծ պատարը կբահես, հոս է որ մաքսիմալիզմի մենք ծասորից են, հոս է որ մեր ղեկավարները և մեր և Ադրբեջանի ղեկավարները չպատրաստեցին իրենց ժողովրդին, օրինակ համար 97-ին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր նշանավոր հոդվածը գրեց, վերջը հայտարարությունները, խաղաղություն թե պատերազմ եւ այլն, 5 տարի անգե առաջ մամլո ասուլիս չեր տված, ժողովրդին չեր պատրաստած, ինքնա չեր պատրաստած, եւ մյուսները նույնպես, մյուս նախագահները, հաջորդող նախագահները նույնպես չպատրաստեցինք մենք ժողովրդին փոխզիջումի երթալու։ Այս փոխզիջումը սվածպանը մեր մեջ թավաջանության համահավասար եղած է միշտ։ Ցավոք սրտի։ Շնորհակալություն։ Ես վերջին հարցը տամ եւ արդեն լսարանից հարցեր կվերցնենք։ Դուք գրքում 9